սահմանադրական կյանքի իրավունքը։ Ոնց եք սա անցալում, որ սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման եւ իրականացման ընթացքում իր առողջությանը պատճառված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում, եթե հատկապես կյանքին նրա վտանգ է սպառնացել կամ ընդհանրապես կյանքի զրկվել այդ մարդը, նրա հարազատները կարան այդ պահանջը ներկայացնեն։ Կյանքի իրավունքը թերևս բժշկական ոլորտում ամենախոցելի իրավունքներից մեկն է, որովհետև խնդիրը այնքան ծանր ու բարդ չի դառնում, մինչև մարդը չի մահանում։ Ցանկացած միջամտության հետևանք կարելի է լավատեսը լինեմ, էլի, կարելի է շտկել նորից միջամտությամբ կամ մեկ այլ ավելի բարձրակարգ մասնագետների մոտ տանելով, բացառությամբ մահվան ելքի։ Եթե մարդը մահացել է, դա արդեն անուղելի սխալ է, էլ հետ չես կարա դառնաս։ Բայց եթե վիրահատությունը թերի արված, սխալ արված, միջամտությունը վատն է, պացիենտը դժգոհ է, դա կարելի է չէ դեռ շտկել։ Դրա համար առաջի տեղում կյանքի իրավունքն է։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքը չխախտվի։ Հենց այդ խախտվեց քրեական գործը 100% հարուցվելու է։ Քրեական վարույթ նախաձեռնվելու է, նոր վարույթի ընթացքում կպարզվի դուք ճիշտ եք թե սխալ։